Ֆրանսիական մամուլում շարունակում են հոլովել Նիկոլա Սարկոզիի անունը։ Մեղադրանքը տեղին է թե ոչ, արդյոք Ֆրանսիայի նախկին նախագահը մեծ փողեր է ստացել Լիբիայից, ինչ է նշանակում պասիվ կոռուպցիա տերմինը, որում էլ դատական իշխանությունները մեղադրել են Սարկոզիին։ Օրակարգի հետ բացառիկ հարցազրույցում մանրամասնում է Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախկին նախագահ Ռոլան Դյուման։ Կաշառակերը նա է, ով գումար է տալիս ինչ-որ մեկին իր արդյունքին հասնելու համար, նա ակտիվորեն հանցանք է գործում, իսկ պասիվ կաշառակերը ստանում է այդ գումարը եւ նույնպես հանցանք է գործում։ Եթե կաշառակերություն կա կաշառք տվող եւ վերցնող։ Սարկոզիին առաջադրված մեղադրանքի դեպքում մենք գործ ունենք պասիվ կոռուպցիայի հետ։ Այս դեպքում, եթե կաշառակերություն է եղել, ապա երկու կողմերն էլ պետք է դատապարտվեն։ Սարկոզիի դեմ քրեական գործ հարուցվել էր դեռևս 2013-ին Քադաֆիի ու նրա որդու հայտարարություններից հետո, բայց գործը թափ առավ միայն 2016-ին, երբ Քադաֆիի ու Սարկոզիի միջնորդը հայտնել էր, թե ինքը Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ 3 անգամ անձամբ ճամպրուկներով միլիոններ է փոխանցել Սարկոզիին ու նրա օգնականին։ L'accusation est très grave. Սարկոզիին առաջադրված մեղադրանքը շատ լուրջ է, այն վերաբերում է Լիբիայի պետական ֆինանսական միջոցների ապօրինի օգտագործմանը։ 5-րդ հանրապետության ոչ մի նախագահի այդպիսի մեղադրանք չի առաջադրվել։ Եթե մեղադրանքը հաստատվի եւ եթե նա դատապարտվի, ապա դա մեծ փոթորիկ կլինի Ֆրանսիայի համար, ամենասարսափելի բանը։ Սարկոզին կտրականապես չի ընդունում ոչ մի մեղադրանք, լրատվամիջոցներին ասել է, որ գոյություն չունի դրանք հաստատող որևէ ծանրակշիռ փաստարկ։ Այս պահին իհարկե Սարկոզին անմեղ է համարվում, սակայն վերջին տարիներին նրա դեմ հրապարակված վկայությունները շատ լուրջ են, սա դեռ փոթորիկի սկիզբն է։ Եթե Նիկոլա Սարկոզին դատապարտվի, դա կլինի Ֆրանսիայի 5-րդ հանրապետության խոշորագույն սկանդալը։ Նիկոլա Սարկոզիին արգելել են հանդիպել գործով մյուս մեղադրյալներին, իր քաղաքական աջակիցներ Բրիս Օրտեֆյոին եւ իր նախընտրական շտաբի ղեկավար Կլոդ Գեանին։ Նա իրավունք չունի նաեւ այցելել Լիբիա։ Եթե մեղադրանքներն ապացուցվեն, Ֆրանսիայի նախկին առաջին դեմքը կազատազրկվի 10 տարով եւ կվճարի 200,000 եվրո տուգանք։ Հասպիկ Առաքելյան, Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, օրակարգ, Փարիզ, Երևան։